Նախ նշեմ, որ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացության կազմման շրջանակներում Կենտրոնական բանկն առաջնորդվում է կատարողականի վերաբերյալ միջնաժամկետ պարտքի կայունության ապահովման, հարկաբյուջետային քաղաքականության ուղղվածության և դիրքի, ինչպես նաև երկարաժամկետ աճին նպաստելու ուղղությամբ գնահատականների ներկայացմամբ։ Այս սկզբունքների ներքո և հաշվի առնելով, որ 25 թվականի պետական բյուջեի կատարման գործընթացն արդեն մանրամասն ներկայացվել է կառավարության գործընկերների կողմից, ես կփորձեմ հակիրճ ներկայացնել և շեշտադրել ԿԲ տեսանկյունից առավել կարևոր և հիմնական կետերը։ 25 թվականի ընթացքում և հատկապես 4-րդ եռամսյակում Հայաստանի Հանրապետությունում տնտեսական աճն արագացել է, տարվա արդյունքով կազմելով 7,2%։ Այն շուրջ 2%-ային կետով գերազանցել է կառավարության կողմից նախանշված ցուցանիշը և ձևավորվել երկարաժամկետ կայուն ներուժային մակարդակից ավելի բարձր։ Տնտեսական աճին շարունակել են էական նպաստում ունենալ շինարարության, առևտրի և ծառայությունների ճյուղերը։ Այն շարունակել է բնութագրվել առանձին ճյուղերում աճի կենտրոնացվածությամբ, ինչպես նաև կրել է առանձին կարճաժամկետ գործոնների ազդեցությունը։ Նշվածը ձևավորվել է էական անորոշությունների տնտեսական աճի կայունության երկարաժամկետ հեռանկարի և ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ։ Այս պայմաններում գնաճը որոշակիորեն արագացել է հիմնականում պայմանավորված արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցություններով, ներքին պահանջարկի ընդլայնմամբ, ինչպես նաև որոշակի ժամանակավոր գործոնների ազդեցությամբ։ 2025 թվականի դեկտեմբերին ձևավորվելով թիրախին մոտ 3,3% մակարդակում։ 25 թվականի հարկաբյուջետային քաղաքականությունը կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրին համահունչ առաջնորդվել է տնտեսական ներուժի աճին ուղղված ներդրումների մակարդակի բարձրացման և պարտքի կայունության ապահովման սկզբունքով։ Մի կողմից տնտեսական աճի զգալի արագացման, իսկ մյուս կողմից հարկային վարչահարության արդյունավետության բարձրացման, հարկային քաղաքականության որոշակի փոփոխությունների, ինչպես նաև կապիտալ ծախսերի թերակատարման պայմաններում հարկաբյուջետային քաղաքականությունը համախառն պահանջարկի վրա ունեցել է չեզոքին մոտ փոքր զսպող ազդեցություն, ազդակը կազմել է -0,7։ Մասնավորապես 25 թվականին տնտեսական աճի արագացումն անդրադարձել է հարկերի հավաքագրման վրա, արձանագրելով հարկերի աճի ծրագրավորվածից բարձր ցուցանիշներ։ Այսպես հարկային եկամուտները 24 թվականի համեմատ աճել են շուրջ 14%-ով, իսկ հարկեր ՀՆԱ հարաբերակցությունը 0,6%-ային կետով և կազմել 24,1%։ Արդյունքում եկամուտների ազդակը համախառն պահանջարկի վրա ունեցել է գրեթե չեզոք թույլ զսպող ազդեցություն։ Այնուամենայնիվ պետք է նաև նշել, որ հարկեր ՀՆԱ ցուցանիշը շուրջ 0,9%-ային կետով ցածր է եղել տարվա համար ծրագրավորված մակարդակից, սպասվածի համեմատությամբ ավելի թույլ զսպող ազդեցություն ունենալով համախառն պահանջարկի վրա։ Ինչ վերաբերում է պետական բյուջեի ծախսային քաղաքականությանը, ապա առաջնորդվելով տնտեսության ներուժի ավելացման և տնտեսական աճի նպատակադրված միջնաժամկետ թիրախի ապահովման սկզբունքով, պետական բյուջեի ծախսային քաղաքականությունը 25 թվականին շարունակել է շեշտադրել կապիտալ ծախսերի ծավալների աճի ապահովումը, ինչպես նաև ծախսերի իրականացման արդյունավետության բարձրացումը։ Արդյունքում 25 թվականի պետական բյուջեի ծախսերը զգալիորեն աճել են թե ընթացիկ, թե կապիտալ ծրագրերի գծով, թեև դա ուղեկցվել է ծախսերի ծրագրավորվածի նկատմամբ թերակատարման արդյունքներով։ Արդյունքում 25 թվականին պետական ծախսերի տեսակարգկշիռը ՀՆԱ-ում նախատեսված 2,6%-ային կետի համեմատ զգալիորեն ավելի փոքր 0,2%-ային կետ աճ է արձանագրել, կազմելով 29,2%։ Սա հիմնականում պայմանավորվել է ընթացիկ ծախսերի ՀՆԱ-ի մեջ ծրագրավորված 1,2%-ային կետի աճի փոխարեն շուրջ 0,6%-ային կետ նվազմամբ, պետական ծախսերի վրա նշված զարգացումների պայմաններում ի համեմատ ծրագրավորված շուրջ 1% խթանող ազդեցությամբ բյուջեի ծախսերը համախառն պահանջարկի վրա ունեցել են չեզոքին մոտ փոքր զսպող ազդեցություն։ Հարկային եկամուտների գերակատարման, պետական բյուջեի ծախսերի համեմատաբար ցածր կատարողականների, ինչպես նաև կանխատեսվածից զգալի բարձր տնտեսական աճի արձանագրման պայմաններում 25 թվականին
բյուջեի պակասուրդը էապես զիջել է 25 թվականի բյուջեում նախանշված 5,5% ցուցանիշին, նախորդ տարվա համեմատ մնալով անփոփոխ 3,7% մակարդակում։ Այս պայմաններում ՀՀ կառավարության պարտքը հնայում 25 թվականին որոշակիորեն նվազել է և պահպանվել 50%-ից ցածր մակարդակում, կարևոր հիմքեր ձևավորելով միջնաժամկետ հարկաբյուջետային և պարտքի կայունության տեսանկյունից։ Միևնույն ժամանակ բյուջեի կատարումն ուղեկցվել է հարկաբյուջետային կանոնների պահպանմամբ և տարվա ընթացքում ՀՀ պետական բյուջեի պակասուրդը ցածր է եղել կապիտալ ծախսերից։ Ամփոփելով փաստենք, որ չնայած պահպանվող մարտահրավերներին և անորոշություններին, հարկաբյուջետային և դրամարկային քաղաքականությունների արդյունավետ համադրման շնորհիվ 25 թվականին հնարավոր է եղել ապահովել մակրոտնտեսական կայունությունը Հայաստանի Հանրապետությունում։ Մակրոտնտեսական կայունության ապահովման և ամրապնդման համատեքստում, հաշվի առնելով նաև վերջին շրջանում ներուժային մակարդակից բարձր տնտեսական աճի արձանագրումն ու բարձր տնտեսական ակտիվության պահպանումը, Կենտրոնական բանկը հատկապես կարևորում է միջնաժամկետ հատվածում տնտեսության դիրքին համահունչ հակապարբերաշրջանային հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը։ Հաշվի առնելով տնտեսական աճի կենտրոնացվածությունն ու կառուցվածքային առանձնահատկությունները, Կենտրոնական բանկը կարևորում է նաև ոլորտային վերաբաշխումներին ուղղված միջոցառումների իրականացումը, ինչպես նաև միջնաժամկետ հատվածում տնտեսական խթանների արդյունավետ համադրման նպատակով պետական կապիտալ ծախսերի նախատեսված ծավալներին համահունչ ապահովման անհրաժեշտությունը։ Մյուս կողմից, համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական և աշխարհաքաղաքական բարձր անորոշությունների պայմաններում հատուկ կարևորություն է ստանում պարտքի կայունության ապահովումն ու հարկաբյուջետային տարածքի ընդլայնումը, հատկապես սպասվածից ավելի բարձր տնտեսական աճի արդյունքներ արձանագրելու պարագայում, տնտեսության դիմակայունությունը բարձրացնելու և հնարավոր բացասական ցնցումներին արդյունավետ դիմագրավելու համար։ Այս տեսանկյունից անհրաժեշտ է շարունակել բյուջեի պակասուրդի աստիճանական նվազեցման և կայունացման քաղաքականությունը, հնարավորինս նվազեցնելով նաև հարկաբյուջետային ճկունության, սահմանափակող ծախսային պարտավորությունների ստանձնումը։ Շնորհակալություն։